հիմա կանգնած ենք մեր քաղբատարկյալների մեջքին և գծում ենք կարմիր գծեր։ Այս իշխանությունը չունի կարմիր գիծ և այդ գծերը սահմանում է հայ ժողովուրդը իր դիմադրությամբ։ Եվ հիմա պահանջում ենք ձեռքներդ հեռու քաշեք մեր եկեղեցուց, պահանջում ենք ազատություն սրբազաններին, պահանջում ենք ազատություն քաղբանտարկյալներին, պահանջում ենք ազատություն ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Ինչ հեռանկար ունի Հայաստանը այս իշխանությունների հետ։ Ոչ մի։ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը չեն տիրապետում իրավիճակին։ Ժողովուրդը ատում է նրանց։ Ատում է ժողովրդի հույսը արթնացնելու և չարդարացնելու համար, ատում է ոչ մի թիզական դիրքավորման և Արցախը հանձնելու համար, ատում է ժողովրդին տուգանքի մատերիալ սարքելու համար, իսկ այսօր արդեն բոլորի սրբությունների դեմ գնալու համար։ Վեհափարի և եկեղեցու դեմ արշավը այլևս տեսական կանխատեսում չէ։ Մեկսավոր հրահանգը կարող է հնչել ամեն րոպե և մենք ամեն րոպե պիտի պատրաստ լինենք լինել մեր եկեղեցու կողքին։ Եկեղեցին քար ու պատ չէ, եկեղեցին մեր ազգի ոգին է, և ով գնում է եկեղեցու դեմ, գնում է իր ազգի դեմ։ Իշխանական այսօր սադրանքները չեն կարող ետ պահել մեզ, մեր Հայաստանի, մեր երազած Հայաստանի և զարգացող Հայաստանի պայքարից։ Իսկ ինչ քայլեր են դրա համար պետք։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կներկայացնի այդ քայլերը, դրանց հերթականությունը և մեր անելիքները։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։